Վերադարձանք տաղավար եւ ես ներկայացնեմ մեր հաջորդ թեման։ Իմ քայլը հիմնադրամի հաջողակից սկսնակի ծրագրի մասին ենք այսօր խոսելու։ Նոյեմբերի 12-ին տեղի է ունենալու բարեգործական ընթրիք Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, որին մասնակցելու համար 1 տոմսի արժեքը 1 միլիոն դրամ է։ Այս ամենի մասին շատ մանրամասն կզրուցենք մեր հյուրի հետ։ Մեր տաղավարում է Թալին Թոփալակյանը, Իմ քայլը հիմնադրամի փոխտնօրեն։ Բարի լույս տիկին Թոփալակյան, ինչպե՞ս եք։ Բարի լույս, լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ եւ ամենակարևոր հարցը Իմ քայլը հիմնադրամի որն է գլխավոր առաքելությունը եւ ծրագրերը։ Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար։ Օգնիր մարդուն ոտքի կանգնելու, իսկ կանգուն մնալը թող իր սեփական ոտքերին։ Այս բարձր մարդասիրական առաքելության գոչված է Իմ քայլի հիմնադրամը։ Իմ քայլի հիմնադրամը եւ հիմնադրամի գործադիր տնօրեն Տիկին Աննա Հակոբյանը կհավատան, որ ինքնազարգացման եւ ինքնակատարելագործման հիմնակարը գրթությունն է։ Եվ անորամար մեր բոլոր ծրագրերի հիմքում գրթական փաղաթրիչն է, մեր ծրագրերը ուղղված են մարդկային կապիտալի զարգացման, տալով պետք եղած գիտելիքները, հմտությունները, որպեսզի ունենանք մրցունակ հասարակություն։ Մենք ունենք սոցիալ-տնտեսական, գիտական, գրթական, խելացի գյուղատնտեսության եւ մշակութային ոլորտներում ծրագրեր։ Մեր ծրագրերը ուղղված են բոլոր տարիքային շերտերին եւ հասարակության բոլոր խավերին։ Ժամանակ չունենք այսօր ամեն ծրագրերի մասին խոսել, բայց թվեմ հիմնական մեր ընթացիկ ծրագրերը։ Հորիզոններ դուալ գրթական ծրագիրը, որ ուղղված է ավագ դպրոցի սովորողներին խելացի գյուղատնտեսության ոլորտում Սյունիքում, ունենք քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական 1.5-ամյա ծրագիր, քվանտա ծրագիրը, որ գիրականացնենք Երևանի Պետական համալսարանի հետ համատեղ, ունենք մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագիրը ուղղված երեխեքի մշակութային կյանքի զարգացման եւ հարստացման, տնտեսապես կայուն ընտանիքներ ծրագիրը, որ ուղղված է մեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենագիցներին, ունենք պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիր եւ ինչպես գիտեք Տիկին Հակոբյանը անցած տարի նախաձեռնեց գրթվելը նորացև է շարժումը, մենք արդեն հիմնադրամում ունենք գրթվելը նորացև է շարժման աչագիծ ծրագիր, որ ունի 6 տարբեր նախագծեր, որոնց մեկ ուզեմ անպայման հիշել կանանց ակումբները եւ գրթաթոշակային նոր մեկնարկ ծրագիրը եւ արդեն հաջողակից սկսնագին ծրագիրը փոքր բիզնեսի աճակցման ծրագիր է, որում մասին այսօր պիտի խոսենք։ Բոլոր ասպարեզները ներգրաված են։ Այո։ Իհարկե լայնածավալ մասշտաբային գործունեություն ծավալելու հետ մեկտեղ ամեն դեպքում եկեք հիմա հանգենք այն կարևոր կետին, որը շարժառիթ հանդիսացավ մեկնարկելու հաջողակից սկսնակին ծրագիրը։ Մի փոքր ըստիս մանրամասն այս ծրագրի մասին ինչ է սպասում։ Հաջողակից սկսնագին ծրագիրը միան փոքր ցերնարգադիրության զարգացման խթանման ուղղված չէ, այլ գծեվավորե բարեգործության նոր մշակույթ եւ զայն կդարձնե ավանդույթ։ Մենք հիմնադրամը գամուրջ կհանդիսանա տարբեր բնակավարներում հաջողության հասած մարդկանց եւ սկսնակ ցերներեցների միջև այս ծրագրի միջոցով։ Ծրագիրը գիրականացնենք տարին 2 անգամ, Քարնան եւ Աշնան, ամեն անգամ նախագիծը կսկսի բարեգործական միջոցառումով, որում ողջ հասույթը ընտրիկով, որևէ միջոցառում, այս անգամ ընտրիկ է, որում ողջ հասույթը գովի այդ փուլի շահառուների, բիզնեսների քաղաքական ստեղծման եւ կամ բիզնեսները իրենց ունեցած բիզնեսները զարգացնելու։ Մենք արդեն իրականացրել ենք մինչեւ հիմա 2 փուլ, երիտասարդի երազանք եւ հաջողակին գործարարից սկսնակին գործարարին, որի արդյունքում արդեն ունենք 100 շահառու ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, որ ունին իրենց հաջողակ բիզնեսները։ Իսկ ներկայիս երրորդ ստեղծենք միասին փուլի շահառուները, որոնք նորաստեղծ ընտանիքներն են, 25 նորաստեղծ ընտանիք, կմասնակցին բիզնես պլանավորման եւ կառավարման դասընթացներու, անհատական հարցազրույցի փուլը հաղթահարել է յետք, հիմա դասընթացների կմասնակցին եւ շուտով իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն հadoop ձևավորված հանձնաժողովի, որովհետեւ ամենը լավագույն եւ իրատեսական ծրագրերը ստանան իրենց դրամաշնորհները։ Իսկ հիմա արդեն հայտարարած են
4-րդ միմյանցից ոգեշնչված փուլը, որ ուղղված է գինը սկսնակ ծերներեցներին։ Իսկության մեջ պահանջքը շատ էր, մեզ թիմողները շատ էին, մեզ հետ կապ հաստատողները շատ էին գինը սկսնակներից եւ անոր համար 4-րդը նորեն հայտարարեցինք գինը սկսնակ ծերներեցների համար, որոնց ընթրիքը ոնց որ հիշեցիք տեղի պիտի ունենա նոյեմբերի 12-ին Յասաման ռեստորանում Սևանի բոլորը հրավիրված են մասնակցելու։ Իսկ շահառուները արդեն իսկ դիմել են դիմումները փակեն այս պահին։ Դիմումները փակեն, պետք է ասել, որ ունենք 500-ից ավել թիմորդներ այս փուլին, սկսնակ ծերներեցներ, մենք շատ ուրախ ենք, որովհետեւ անիկա գվգայե մեր նախորդ փուլերի հաջողությունների մասին եւ վստահության մասին, որ հիմնադրամը ունի շահառուների շրջանակում, բայց հիմնադրամը մի քիչ մտահոգություն ունի, որտեղ մեր ռեսուրսները սահմանափակ են եւ ինչպես ցիկ լայնածավալ աշխատանք ունենք եւ բարդավորություններ մյուս ծրագրերինալ անորամար գոչ կուղեմ անոնց որ գահավադան բարեգործության եւ գահավադան որ պետք է կանգնեն սկսնակ ծերներեցների իրենց հայրենագիցների կողքին մասնակցեն ընտրիկին նվիրատվություն կատարեն յուրաքանչյուր տոմսի արժեքը 1 միլիոն է եւ կամ առանց մասնակցելու ընտրիկին մեր հաշվեհամարը այդտեղ նշված է մեր սոցեջերում փոխանցում անեն եւ նպատակի դաշտում հիշեն միմյանցից ոգեշնչված եթե հաջողակ կորձարարեք եթե հասարակական գրթական մշակութային ոլորտում ակտիվ ներկայացուցիչ եք եթե բարձրապես կայացած անձ եք միացեք մեզ որովհետեւ միասին ոգեշնչենք սկսնակ ձեռներեցները հետաքրքիր հարց է առաջանում սկսնակ ձեռներեցները ինչպես են ընտրվում այո ինչ չափանիշներով եք ընտրում կան կարևոր կետեր որոնց հիմքով են նրանք ընտրվում ամեն թիրախային խումբի համար մի չափորոշիչ դրած գլանք այս անգամ գին ձեռներեցները 22 տարեկան եւ վեր պիտի լինեն պիտի ունենան իրենց կորձող բիզնեսը կամ պիտի ունենան խաղապար եւ անպայման պետք է համաձայնին մասնակցել դասընթացներին բիզնես պլանավորման եւ կառավարման որոնց դեպողությունը 30-ից 35 օր է սկիզբը կանցնենք անհատական հարցազրույցներ երբ որ այդ փուլը կհաղթահարեն եւ կտեսնենք որ բոլոր չափորոշիչներուն կհամապատասխանին արդեն կանցնեն դասընթացների դասընթացները ինչպես որսի պետք է հետևեն 35 օր եւ դրանից վերջ իրենց ծրագիրը մշակեն կորձարար ներկայացնեն հանձնաժողովին եւ այդտեղ կորոշվի բիզնես ոլորտները գիտենք որ տարբեր են կան ոլորտներ որոնք ավելի շեշտադրված են եւ ավելի ուշադրության արժանի են ձեր կողմից ավելի բոլոր ոլորտներն էլ ընդունելի են ոչ արևդուրը միայն ավելի արտադրություն եւ տարբեր ծառայություններ մինչեւ մա ունեցել ենք չրակորձություն մեղվաբաություն հրուշագեղենի կորձ կամ ցերային աշխատանքներ կամ հյուրանոցային բիզնեսներ ամենահաջողված պատմությունը որ այս պահին կարող եք հիշել ամենահաջողված պատմությունը ասեմ բոլորին հաջողությունը մեզ համար ամենեն հաջողված պատմությունն է մենք հաջողություն կհաշվենք այդ 100 շահառուները որ իրենց արդեն հաջող բիզնեսներ ունին եւ մեր հետեւողական աշխատանքը որովհետեւ մենք բոլորին ունեցած մարտահրավերներուն դժվարություններուն հաջողություններուն կհետևենք մշտադիտարկման այցեր կկատարենք եւ մենք մեր շահառուներին այդ հետադարձ կապը միշտ կպահենք իրենց զարգացման ինքնազարգացման հետևելով միշտ կգազմագերբենք փորձի փոխանակման եւ վերապատրաստման դասընթացներ Հայաստանում կամ արտերկրում մենք կարողացանք առաջին փուլի շահառուներից 15 գին ուղարկել Չինաստան որովհետեւ մասնակցեն վերապատրաստման դասընթացի այսպես փորձի փոխանակման այց եղավ որ շատ հաջող էր այո ձեր ուղերձը մեր հերոստատիտողին խոսքը իմ ուղերձը ոնց որ քիչ առաջ ասեցի եթե հաջողակ կորձարարեք, եթե ակտիվ ներկայացուցիչ եք որևէ ոլորտի, բարձրապես կայացած անձ եք եւ գահավատակ բարեգործության այս մշակույթի, գահավատակ ուրիշին օգնելու, ձեր հայրենագիցին ցերկ երկարելու արժեքին, միացեք մեզ, միասին մենք ստեղծենք միմյանցից ոգեշնչված համայնք ստեղծենք նոր բարեգործության մշակույթ եւ տարածենք հանրային բարիք
եւ նաեւ նպաստենք փոքր բիզնեսի զարգացման Հայաստանի Հանրապետությունում։ Ինչը շատ կարևոր է։ Այո։ Եվ դուք ոչ միայն մարդուն օգնում եք, որպեսզի կանգնի, այլ նաև կանգուն մնա։ Այո, կանգուն մնա եւ կանգուն մնալը թողենք իր սեփական ոտքերին, ոնց որ միշտ փարեսիրական հաստատություններում այդ առաքելությունը եւ այդ ուղերձով կաշխատեն, որ ոչ թե ցուգը դալ մարդուն, այլ սովորացնել ոնց որ սալ։ Դրա համար մենք գրթական փաղադրիչին շատ կարևորություն կտանք մեր հմտություններում, գիտելիքներում, որ շահառուն կստանա, որովհետեւ կարենա հետո իր ճանապարհը հաջող շարունակել։ Շնորհակալ ենք ձեզ, օրվա դրական շարունակություն հիշեցնենք, մեզ մոտ տաղավարում էր Իմ քայլը հիմնադրամի տնօրեն Թալին Թոփալակյանը, այս պահին ձեզ առաջարկում ենք երաժշտական տրամադրություն, որից հետո կշարունակենք, համեցեք։